Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներին, հուսով եմ լավ եք, սիրելիներս, մենք նույնպես լավ ենք։ Այս վլոգը վաղուց էի ուզում նկարել ձեզ համար, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Հիմա հարմար առիթ է ստեղծվել ու սկսում եմ վլոգը նկարել։ Ուզում եմ խոսել մինչ ամանորը, պետք է այս վլոգը նկարեի մինչ ամանորը, իմ ծննդյան օրվա հետ կապված։ Ես արդեն ծնունդս լրացավ եւ ես դարձա արդեն 37 տարեկան։ Միայն լավ շնորհավորանքներ կընդունեմ, լավ մեկնաբանություններ կընդունեմ ու այդպես ծնունդս անցավ շատ լավ, քանի որ իմ ծնունդն էր, ես չէի կարող դե պարզե ամեն դեպքում ինձ մի հատ նկարող էր պետք, որ նկարեի ու ձեզ ցույց տայի, քանի որ եւ գործանողն է ես եւ նկարողն է ես, մի խոսքով եմ որ պահի տակ երեխեքին եմ ասել մի երկու բան նկարեք, դա է եղել ու մնացածը էլ չեմ նկարել։ Ովքեր են գալիս, անակնկալ են անում, սանիկներս եկան գիշերը 12-ին, երկու ընտանիքներ ունենք, երկուսն է շատ լավ սանիկներ ունենք, սանիկների ընտանիքներ ունենք ավելի շուտ, այն մյուսները չէին եկել, ամենամեծը, հա, սանիկներ չէին եկել, փոքրերն էին եկել, մյուս ընտանիքներ եկել ու տենց գիշերը ինձ անակնկալ արեցին, այդպես մնացինք ահագին ժամանակ միասին ուրախացանք, մի խոսքով հետո հաջորդ օրը շարունակվեց, 3 օր ծնունդ էինք անում անկեղծ ասած, 7 օր 7 գիշերը ինձ մոտ տեղափոխվել էր 3 օր 3 գիշերվա, ասեմ որ շատ հաճելի է, այդ ժամանակ ավելի այն որ չգիտեմ գնահատված ես քեզ զգում, գիտես քեզ սիրող մարդիկ են քեզ շրջապատում, քեզ սիրող մարդիկ են քեզ գնահատում, զանգում, շնորհավորանքներ անում, մի խոսքով շատ ուրախ ու լավ անցավ ու բոլորից էլ շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ամեն մի րոպեի, ամեն մի, չգիտեմ, թեկուզ նյութական, ֆինանսական, չգիտեմ, ծախսերի կամ ինչ-որ նեղության համար, որ իմ համար արել են, բոլորից անչափ շնորհակալ եմ։ Հիմա ուզում եմ մի բան ցույց տալ, թե ինչ եմ ստացել իմ ծննդյան օրը, այդպես շատ մանրամասն չեմ կարող ստալ, բայց մի թեթև կարող եմ։ Այսը ջինսե տաբատ եմ նվեր ստացել, գեղեցիկ ջինսե տաբատ, գույնը շատ լավն է, ուղղակի այսպես կադրով կարող է լավ չրևալ, մի խոսքով դա եմ նվեր ստացել։ Հիմա գնամ մնացած նվերներն էլ բերեմ, միասին նայենք։ Սկսեցինք։ Դե տաբատը, այնտեղ բուկետ, գումարային նվերներ ամուսնու կողմից, դա անցանք։ Հետո ստացել եմ այսպիսի սպիտակ, ոնց ասեմ, բանը գլատկի հարթ, հա, այս մենակ այս եզրերի մասն է, այսպես ալիքաձև ափսեներ 12 հատ, շատ լավն է, դուրս եկել է, սիրում եմ, տեքորս կինն է նվիրել։ Հետո այնտեղ ունեմ բուկետ լավ մեծ, տեքրս է բերում, մի խոսքով այդ կադրերից կդնեմ։ Հիմա ուզում եմ մի փոքր այսպես ձեզ հետ շփվեմ, խոսեմ, զրուցեմ, ասեմ, որից հետո անցնենք առաջ։ Ահա, մի բան կար պետքա ցույց տայի ծնունդի հետ կապված։ Սենց անեմ, որ ավելի, հա, լավ լինի, ուղղակի լուսավորությունը հիմա էլ այնքան շատ է, որ այսպիսի գեղեցիկ մատանի եմ նվեր ստացել ծնողն էս կողմից։ Չգիտեմ, մարդիկ որ նայեն միգուցե հիշեն, սա շատ հին ոսկի է ու շատ լավ ոսկի է, տեսեք ինչ լավն է, սիրում եմ շատ։ Ծնողնես կողմից է դա ու այլի խառաբաներ, նրանք չեմ ասում, գումարային չափներ չեմ ասում, այստեղ ունեմ կոսմետիկա նվեր ստացած, այսպիսի մասկա, տալիս կողմից բուկետ, այսպիսա տալի կողմից էր էլի մի խոսքով։ Սա մատիտ եւ, բայց մատիտը ուր է, մեկ վարկյան, ու շրթներկ է, մատիտը աշկից երեխաները հանել են, մոացել են, որպեսզի քսեն։ Լավ, հեսա բան կանենք, մի հատ այսպես բացեմ։ Չէ, մեղքեր առնում են, որ լավ, այսպիսի շուրթերի համար մատիտ ու ասեմ, որ իմ համար կարևորը, որ գնային արժեքները չի ինչքան բարձր է, հա, այդքան ուրեմն չգիտեմ արժեքը եմ տալիս, արժևորում եմ ավելի շուտ
Ես արժևորում եմ մարդկանց ուշադրությունը իմ հանդեպ եւ հակառակը կարևոր չի գնային արժեքը, կարևորը տեսեք շրթներքի գույնն է շատ սիրուն հավես գույն, ուղղակի սրան չեմ հասել, որովհետեւ մի աշխարհ շրթներ կունեմ լիքը, ուզում եմ վերջացնեմ, որից հետո նոր բան կանեմ, սկսեմ։ Ճիշտ ասած համել ուզում եմ մեր սենյակի այդ կոսմետիկայի պահը դարակի վրա որ բան արած դրած է, դրանք դասավորեն, որը պետք չի դուրս գրեմ, մի խոսքով դրա համար սրանք հələ դեռ չեմ օգտագործում ավելի ճիշտ որ ասեմ, ավելի շուտ։ Հա, ուզում եմ ասեմ, ինձ համար կարևորը այդ գնային արժեքները չի, կարևորը որ ուշադրությունն է մարդկանց միմյանց հանդեպ։ Կարևորը կամեցողությունն է, սրտաբաց լինելն է։ Այսպիսի կրեմ եմ ստացել, բանը face and bed, բանը ընդհանուր մարմնի համար է։ Դեմքի եւ ընդհանուր մարմնի համար կրեմ է։ Սենց անեմ, ավելի լինի, հա։ Ահա, այսպես անեմ։ Օլիվիայի յուղա, մեջը պարունակում կանաչ։ Սա այսպես։ Սա բանը մարմնի համար է, սպրեյ է մարմնի, միստա, աննոշա բույր հոտունի, էլի սենց անեմ, որ երևա։ Այսպիսի դեմքի մասկա, մաքրում է, փայլացնում է, հարթացնում է մի խոսքով, այդպես, դեմքի լվացման համար է, սանից մի հատ ուրիշ ձև էլի ունեցել եմ, դարակիս մեջ էլի լիքը ունեմ, բայց օգտագործող չկա, պետք է օգտագործեմ, ու լիքը դեմքի մասկաներ, պաչեր, մի խոսքով ամեն չունեմ, ուղղակի այդպես պետք է զբաղվել, դա էլ այդպես, մի փոքր սուրճիցս խմեմ, ասի սուրճ դնեմ ու վայելեմ, մյուս կողմից էլ ձեզ հետ զրուցեմ, որովհետև այսպիսի բաներ դժվար ժամանակներ, դժվար այլ լինում պահը, որ բռնացնեմ, այսպես նստեմ, զրուցեմ, ասեմ, խոսեմ, շատ ժամանակ չի լինում, ուղղակի ես նկարում եմ, ես անում եմ, դրա համար իմ դեմքը չի երևում, իմ ձայնը լսվում միայն կամ էլ այդպես ձայնայինով հա միացնում եմ, գցում եմ վլոգին, դա էլ այդպես, սիրելիներս, նախքան դա մի հատ էլ նվեր ունեմ, էդ էլ բերեմ, դա էլ ցույց տամ ձեզ, որից հետո արդեն հաջորդ կադրերը ցույց կտամ, թե ծննդյանս օրը ինչ նվերներ նորից ստացա, շարունակությունն է, էլի գնում է շարունակությունը, ինչ նվերներ ստացա, ինչ եղավ, ոնց նկարվեցի, մի խոսքով, գնամ դրանք էլ բերեմ ու գամ, ամանորյան նվերն էլ ցույց տամ միանգամից, ինչպես նկատեցիք, արմատից է, պայուսակների խանութից է, այսպիսի կանաչ գույն, սա էլ ամանորյան նվերն է, էլի ամուսնուս կողմից, այստեղ դուխի եմ նվեր ստացել, դա էլ կրկին ամուսնու կողմից է, ուղղակի իր այդ բանը հանել ենք, սիրուն ծաղիկը վրան, անուշ հոտ ունի, բայց ես չեմ հիշում, քանի որ ես հիմա ունեմ ուժեղ գլխացավ, եղանակները ստիպում են գլխացավ ընկնենք, այսպիսի իրապարսակի մեջ մի հատ ցույց տամ տեսեք, այստեղ ունի փոքր գրպանիկ, հարմարելի, այստեղ ներսում էլի մեծ գրպան, տարողունակ է եւ այստեղ էլ կողքից էլի նորից գրպան, որտեղ կարող ենք անձեռոցիկ դնել, գումար, մի խոսքով, ինչ ուզում ենք նա էլ դնենք, այստեղ ունի իր, ինչ են ասում այս, ինչ են ասում հայերեն սրան, բռնակ են ասում, սենց այսպես բռնովի, կամ չէ, ինչ են ասում, ոშն, հասկացաք, արդեն ինչա, չես ուզում խոսած, որ ձենը չլսվի, համեկա կցելու եմ, լավ, ինչև եմ, մի հատ այսպես ենք անում արագի մեջ, ինչ ենք անում, այսի որ գլուխա ցավն, բա որ գլուխս չցավ է իշկան էի, հոպ, ոյ, այսպես, ողքից գցում ենք, ամանորից բանն չեմ պոկեմ, յարլիկը հայերեն ոնց են ասում, պիտակն էլ չենք պոկել, որ նկարեմ գեղեցիկ սիրուն ցույց տամ, որից հետո օգտագործեմ, սա էլ այստեղ շնորհավոր, սրա հետ մեկտեղ էլ էլի գումար եմ նվեր ստացել,
չեմ ասի ինչքան։ Շատ եմ ստացել։ Բայց չեմ ասի ինչքան։ Դա տեն սիրելիներս։ Գնացինք հիմա հաջորդ կադրում, այն որ չեմ խոսում, մեկ էլ սկսում եմ խոսել ու այդպես անդադար խոսել։ Հաջորդ կադրերը ցույց կտամ։ Ինչ ցույց տամ։ Չէ, մի րոպե հերթականությունով գնանք։ Սիրելիներս, հաջորդ ուրեմն ցույց կտամ այդ ծնունդի նվերների անակնկալի սուրպրիզի պահը։ Որից հետո արդեն կասեմ, թե ուր եմ գնում, երբ եւ ինչի համար եմ գնում։ Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday to you. Darse այսօր, տարե դարձե այսօր, տարե դարձե, տարե դարձե, տարե դարձե այսօր։ Դե քրսեն Aşkı tuzlarım. Bravo. Tamam. Քեզի հազար վիդեո յամորի։ Պապա, ես գրում եմ։ Hey. Ay aşkı tuzlarım. Ոյ, քոյլում երեխեք։ Հաջորդ կադրից վերադառնում ենք, այստեղ ուրեմն այսպիսի գեղեցիկ ծաղիկներ եմ գնել, այսօր պետք է գնամ Bodyflex-ի, ինչքան ճիշտ եմ հասկանում, շնչառական կենտրոն եմ գնալու Փարանձեն Ոսկանյանի մոտ եւ իր համար գնել եմ այսպիսի գեղեցիկ ծաղիկներ։ Եթե հնարավորություն եղավ, ձեզ այնտեղից կադրեր ցույց կտամ, եթե դեմ չլինեն, չընկճվեն, չկաշկանդվեն, մի խոսքով, եթե ոչ, ապա ասեմ, որ այս ծաղիկները իրեն համար եմ գրել, իրեն շատ եմ սիրում, իր ռիլերը, վիդեոները բոլոր ամեն ինչ նայում եմ, բայց հիմա հնարավորություն է ստեղծվել, որ գնամ նվերքարտի միջոցով իր մոտ պարապելու, այդպես, դա էլ այդպես, սիրելիներս։ Սուրճս եմ խմում մի հատ արագ, որից հետո պետք է մոտավորապես ժամը 6-ին, քանիսնա ժամը մոտավորապես 6-ին 15 պակաս պետքա տանից դուրս գամ, 6-ին պետքա լինենք այնտեղ ու չուշանանք։ Հա 5-ն է։ Մի ժամ ժամանակ ունեմ սուրճս խմեմ, մի քիչ շպարներ անենք, որից հետո պատրաստվենք եւ գնանք։ Թեթև սպորտային հագուստներ ա պետք այնտեղի համար։ Դա էլ այդպես։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա վերցնում ենք կոլագենի այս կրեմից։ Կոլագենը շատ եմ սիրում, չգիտեմ ինչու։ Այսպես։ Նստի չես խանգարում, երկու բան ենք անում։ Տղես, գնա դու էլ կեր։ Չես ուզում ուտես։ Խի։ Չեմ ուզում։ Կիվին լավ է, գնա։ Չէ։ Ինչու։ Այսպես։ Հիմա սա կմնա մի քիչ։ Շատ քիչ, քանի որ սպիտակ մայկա եմ հագնելու մարզման համար, դրա համար պետք է կամ նախորոք հագնեմ, կամ չգիտեմ այնպես, որ հանկարծ կրեմը չքսվի, հա, հագուստի վրա։ Դա այդպես անցանք առաջ, ուրա կոլագենի կրեմը։ Հոպա, սա կոլագենի կրեմն է, սա էլ եմ շատ սիրում, այս որ համարն է, ես ընդհանրապես 402-ն էի սիրում, սա էլ է երրորդ համարն է, բայց սա էլ է լավ, ամեն անգամ գնելիս պետք է նայենք, իր մեջ SPF 15-ի կա բանակումը, բայց բանով համարների տարբերությունով էլի ամեն տուփ որ գնում ես համարներ տարբեր է լինում, պետք է ուշադիր լինել, ամեն անգամ նույն
համարը չի լինում մեջը։ Արագի մեջ մի քիչ շպարվում ենք ու դուրս գանք։ Պարապմունքը կտևի մոտ 1 ժամ, կարող է եւ ավել տևել, չգիտեմ, 1 ժամը գիտեմ, որ հաստատ 1 ժամ տևելու է։ Ինչ լավ, տեսակ ինչ լավ է փակում, դրամալ սիրում եմ։ Լավ, տպտպացնում ենք։ Այսպես։ Սա էլ այսպես։ Լավ։ Հիմա ինչ եմ անում, անջատում եմ, մի հատ վերջացնեմ ու միանամ նորից ձեզ։ Հա։ Վերելակի մեջ է։ Սիրելիներս տուն են վերադարձել արդեն, ինչպես տեսնում եք խոհանոցում եմ, այստեղ երեկոյան ընթրիք եմ պատրաստում, խոզի միս եմ տապակում և մի փոքր կարտոֆիլ։ Արդեն ուշ երեկո է, լավ մթնել է, մի կողմից ձյուն է գալիս, մյուս կողմից չգիտես անձրև է, տենց բաներ։ Սիրելիներս, ձեզ ասում եմ շնորհակալություն վլոգը մինչև վերջ դիտելու, բաժանորդագրվելու և լավ մեկնաբանություններ գրելու համար։ Կհանդիպենք հաջորդ վլոգներում, եղեք առողջ և երջանիկ։ Պակա-պակա։